Կարծում եմ սա վկայում է նրա մասին, որ երկրի այս պահին ղեկավարը, վարչապետը ինքը բազմաթիվ անգամ հրապարակային հայտարարել է, որ ոստիկանները ճիշտ են անում եւ դա նրանց պարտականությունն է։ Մի քանի հնչեղ դեպքերում, երբ մենք սարսափելի վայրագությունների ականատեսի եղանք տեսախցիկների առջև, երբ ոստիկանությունը ոչ միայն անհամաչափ ուժ կիրառեց, այլ նաև կիրառեց պայթուցիչ սարքեր, անմիջապես րոպեներ հետո երկրի վարչապետը հայտարարում է դա նրանց պարտքն է։ Այսինքն ինքը լեգիտիմացնում է մի բան, որը դեռ քննությամբ չի պարզվել, դա ճիշտ էր, թե համաչափ էր, թե համաչափ չէր։ Այսպիսի դեպքեր եւս մեկ-երկու դեպքեր կառավարության նիստերի ժամանակ է նման հայտարարություն կատարել։ Այն դեպքում, երբ մի դեպքում արդեն քննություն էր ընթանում, երկու դեպքում դեռևս չէր նախաձեռնվել որևէ քննություն, եւ վարչապետը նման հայտարարություն է անում, այսինքն կանաչ լույս է վառում ոստիկանական բռնությունների համար։ Իր համար դա ընդունելի է։ Հետևաբար ոստիկանական բռնությունները այլևս տարօրինակ չեն։ Եթե օրինակ նախկինում այդ լեգիտիմացումը կատարվում էր ծածուկ կամ հանրության աչքից հեռու, ապա հիմա դա հրապարակային է կատարվում։ Ոստիկանապետություն կառուցելու ճանապարհը կառուցվում է վարչապետի աթոռից սկսած։ Հետևաբար զարմանալի չէ։ Օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, ես գիտեմ, որ Վանաձորի վերջի բռնությունից հետո դեռևս որևէ անձի նկատմամբ հետապնդում չի սկսվել։ Ես գիտեմ, որ օրինակ Սամվել Վարդանյանի հայտնի դեպքից հետո որևէ անձի նկատմամբ հետապնդում չի, ավելի նույնիսկ չեն է պարզել քննչական մարմնից դեպի ԶՊՎ տեղափոխող անձինք ովքեր են եղել։ Այս տեղեկությունը հայտնել էր Սամվել Վարդանյանի պաշտպանական խումբը նաև։ Այսպիսի պայմաններում այդ լկտիությունը ոստիկանական բաժիններում սկսում է գլուխ բարձրացնել, նրանք հասկանում են, որ իրենք անպատժելի են, նրանք հասկանում են, որ իրենք բռնություն կարող են գործադրել, ստանալ պարգևավճար եւ պաշտոնի առաջխաղացում ունենալ, նրանք հասկանում են, որ կարող են անել ցանկացած անձի նկատմամբ, դա կարող է լինել փաստաբան, ներկայացած պաշտպանի կարգավիճակով, դա կարող է լինել ցանկացած անձ եւ սա նույնիսկ չեմ էլ ուզում համեմատեմ օրինակ 10 տարի առաջ, 15 տարի առաջ այս երևույթները, պարզապես ես հիշեցի, երբ Փաշինյանը իր վարչապետության առաջի տարիներ Աշնանը ոստիկանության տոնի կապակցությամբ ոստիկանապետը Փաշինյանի սրտի ոստիկանապետ Օսիպյանն էր եւ Փաշինյանի սրտի այդ ժամանակվա արտադրության նախարար Արտակ Զեյնալյանը հանդիսավոր արարողության ժամանակ Փաշինյանը, Օսիպյանը եւ Զեյնալյանը իրենց ելույթների մեջ հետեւյալ միտքը երեքն էլ արտահայտեցին ոստիկանության բաժիններում բռնությունները այլևս անցյալում են։ Սա երեք պաշտոնյաներ, այդ թվում նաև Փաշինյանի հայտարարությունից էր։ Ներքին գործերի նախարարի եւ արտադրության նախարարը, այն ժամանակ ոստիկանապետ էր, ներեցեք։ Այս հայտարարությունից անցել է 7 տարի, այդ բռնությունները ոչ թե անցյալում էին, այդ բռնությունները ապագայում էին։ Նիկոլի ապագական հենց դրա մասին էր։ Ես չեմ վախենում նշել, որ հովանավորը եւ երաշխավորը անձամբ Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ ինքն է հայտարարում, որ ոստիկանները ճիշտ են արել։ Այդ պահից որևէ քննություն տանելը պարզապես խեղկատակություն է։